Ինքը պիտի իրական խաղաղություն բերած լինի, որպեսզի դիմախոսներին էլ մեղադրի խաղաղությանը ընդդիմախոսելու կամ խոչընդոտելու մեջ։ Փաշինյանն իրական խաղաղություն չի բերել։ Իդեպ, սա Սորենյանցի պնդումը չի։ Վաշինգտոնի համաձայնություններից հետո ընդամենը 2 ներկայանալի գագաթաժողով է եղել, որին միաժամանակյա մասնակցել են եւ Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյան։ Եղել է Շանհայ պլյուս գագաթաժողովը եւ դա եղել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը։ Ուրեմն երկուսի ընթացքում էլ մեծ կոնտրաստ ենք տեսել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ելույթներում։ Խայտարակ կոնտրաստ, ընդ որում սա տերմինների վեճ չի։ Այո։ Տերմինների վեճ չի։ Հենց այդ ճանապարհի պարամետրերի ու բովանդակության շուրջ վեճեր են։ Ու էլի Նիկոլ Փաշինյանը շարունակում է անել մի բան, որ անում էր նոյեմբերի փաստաթղթի պարագայում։ Ստորագրում է մի բան, գալիս է երկրում դա այլ բան է ներկայացնում, ինչի պատճառով մենք կանգնեցինք ազգային աղետի առաջ, հա։ Միշտ մեկնաբանում էր նոյեմբերի 9-ին ինքը ոնց է հասկանում, նոյեմբերի 9-ի Նյու Յորք կետը միայն իրեն բնորոշ դեմագոգիկ ձևակերպումներով Ադրբեջանը բլոկադայի հետո նաև էթնիկ զտումների ենթարկեց Արցախ։ Հիմա նույն բանն է։ Գնացել է փաստաթուղթ ստորագրել, որտեղ անխոչնդոտ հաղորդակցություն է ապահովում Ադրբեջանի համար Նախիջևանի կապվելու համար, իսկ դա տակ Ալիևը ասել է ինչ հասկանում, որ իրենց բեռներն ու մարդիկ չպետք է տեսնեն հայ երես։ Հիմա եկել է ինչ-որ ուրիշ կերպ ինտերպրետացնում, փորձում է խմբագրել այս ստորագրությունը, որ դրել է Վաշինգտոնում կամ այն բովանդակությունը, որի շուրջ համաձայնության են հասել Վաշինգտոնում։ Ես Փաշինյանին մի խորհուրդ կտամ։ Իր սատելիտներից մեկը ասել է, որ ինքը WhatsApp-ի համար ունի Թրամփի։ Թող WhatsApp-ով զանգի Թրամփին եւ կորզի Ամերիկայի Միացյալ Նահանգներից գնահատական դիրքորոշում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Ինչպես տեսնում եք, դրանք չկան։ Իհարկե։ Դրանք չկան, ուղղակի բացակայում են։ Հետևաբար, էլի գործ ունենք մի բանի հետ, որ Փաշինյանը գնացել է ստորագրել է մի հատ փաստաթուղթ, դա ներկայացրել է որպես խաղաղություն կամ հաղթանակ, եւ հիմա մենք տեսնում ենք, որ դրանք պղպջակի պես նրա ձևակերպումները տրակում են, որովհետեւ Ալիևը շատ կոնկրետ փաստարկներով հետևողականորեն շարունակում է Վաշինգտոնյան համաձայնությունները դիտարկել ադրբեջանական օրակարգի համատեքստում։